Շնորհակալություն, պարոն Նահապետյան, 4 հարց ունեմ։ Առաջինը վերաբերում է պարոն Քարամյան Արգիշտի եւ իմ միջև տեղի ունեցած տհաճ միջադեպին 24 թվականի հոկտեմբերին։ Իմ փաստաբանը Հակոբ Չարոյանը դիմել է դատախազություն, որպեսզի քրեական վարույթ հարուցվի այդ միջադեպի հետ կապված, որովհետեւ այնտեղ մտքեր հնչեցին, որ անպայման մեկը ինչ-որ բան հանցակ պետք է կատարածներ կամ պարոն Քարամյանը կամ ես։ Այդ գործը հարուցվեց, ինձ մի անգամ կանչեցին հարցաքննության, որի արդյունքում ընդհանրապես արգրավեցին իմ հեռախոսը իր բոլոր հետևանքներով եւ վերջ։ Ինչ կա դրանից։ Անձեռնմխելիության հետ կապված։ Անցած տարի հոկտեմբեր ամսին էր կարծեմ, ինձ հրավիրեցին ձեր կազմակերպություն եւ ասացին, որ իմ նկատմամբ նոր քրեական վարույթ է հարուցված։ Ես տարակուսեցի, որովհետեւ եթե նոր քրեական վարույթ է հարուցվում, ապա նորից դատախազը պետք է գա, գլխավոր դատախազը պետք է գա ազգային ժողով անձեռնմխելիությունից հետ կապված նորից անձեռնմխելիություն զրկելու միջնորդությամբ։ Բայց դա տեղի չէր ունեցել։ Իհարկե հիմնավորեցին, որ իբրև փաստական տվյալները նույնն են եւ այլ, բայց ես գտնում եմ, որ նույնիսկ փաստական տվյալները նույնը չեն։ Այդուհանդերձ, եթե նոր քրեական վարույթ է, նախադեպներ կա, օրենքներ կա, պետք է դատախազը գա, խի դա տեղի չունեցավ։ 214 հոդվածը քրեական դատավարության օրենսգրքի ասում է, որ հնարավոր տալիս է հեռավար հարցաքննություն, բայց ով որ պետք է հարցաքննվի, իր կողքին պետք է նստած լինի իրավասու անձ։ Հիմա եթե հարցաքննությունը տեղի է ունեցել եւ իրավասու պաշտոնատար անձ չի եղել այդ հարցաքննվողի կողքին նստած, այդ հարցաքննությունը իրավական համարվում է, թե ոչ, պարոն Քարամյան, եւ եթե հասցնեք քրեական ենթամշակույթը ինչ սնուցումներ ունի, ինչու առաջանում, ինչու գոյություն ունի։ Պարոն Մաղազարյան, ձեր հարցերի երևի հիմնական մասը կամ բոլորը վերաբերվեց ձեր անձի հետ կապված հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթին։ Ես այդ հարցերին այս ամբիոնից ու այս հաղորդման շրջանակներում չեմ պատրաստվում պատասխանել, եթե ունեք միջնորդություններ, ունեք առարգություններ, գրավոր ներկայացրեք որպես դատավարության մասնագիծ, հա, ներկայացրեք վարույթ իրականացնող քննիչին, դրանց պատշաճ պատասխան կտրվի։ Միայն կանադառնամ մեկ հանգամանքի, որ նշեցիք, եթե կա քրեական վարույթ նախաձեռնված, ինչ պատճառով դատախազը չի եկել ազգային ժողով, ապա հանրահայտ կարգավորում է իմ կարծիքով, որ պետք է ունենանք քրեական հետապնդում, որ դատախազը կա ազգային ժողով եւ պատգամավորի անձեռնմխելիության հարցը ներկայացնի քննարկման, անձեռնմխելիություն զրկելու։ Իսկ քրեական վարույթի դեպքում, քրեական վարույթի նախաձեռնման համար այդպիսի օրենսդրական պահանջ որևէ տեղ չկա։ Շնորհակալություն։ Ունեք արձագանք, համեցեք։ Դե քրեական ենթամշակույթի սնման ձեր պատկերացումները կարող էիք ասել, մեկ, երկրորդը ինչից իմացաք, որ այդ հեռահար հարցաքննությունը վերաբերվում է ինձ, երկրորդ եւ երրորդը, ես ձեզանից երևի երիտասարդ էի եւ պատգամավոր էի այն ժամանակ, եւ ցանկացած օրենք, ցանկացած որոշում, որ խորհրդարանում վաղվա քննարկվում էր եւ ընդունվում էր, ես դա անցկացնում էի իմ միջով։ Ես որտեղ եմ այդ օրենքի ընդունման դեպքում, ինչքանով այն ձեռնտու այդ օրենքը ու նոր էի նաև քվեարկում։ Հետևաբար ես խոսելով իմ մասին, պարոն Նահապետյան, խոսում եմ բոլորի մասին եւ ուզում եմ ասեմ, որ այն դեպքում, որ ես ազգային ժողովի պատգամավոր եմ եւ այդքան հասարակական լայն աջակցություն ստացա, իմ այդ ձևով եք վերաբերվում, շարքային քաղաքացուն ինչ կանեք, կուտեք։ Պարոն Աղազարյան, առաջարկում եք, որ ես այս ամբիոնից ձեր հետ քննարկեմ ձեր քրեական վարույթի հանգամանքները, ապացույցները ու ձեր փաստարկները հերկող ապացուցողական տվյալները, ես առաջարկում եմ այդ տաշ չմտնենք, շնորհակալություն։ Հարցվիկ մինան